Հայաստանն ու Ռուսաստանն այսօր երկու երկրների արտգործնախարարությունների միջև 2025-ից 26 թվականների խորհրդակցությունների ծրագիր են ստորագրել։ Երևան ժամանած Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններից հետո Արարատ Միրզոյանը դրանք ընդգրկուն եւ կառուցողական է որակել։ Նախարարը շեշտել է, քննարկվել են տարածաշրջանային եւ աշխարհաքաղաքական գործընթացները, շեշտվել է հարաբերությունների խորացման համար հավելյալ ջանքեր գործադրելու կարեւորությունը։ Լավրովի այցը շատ լավ հնարավորություն է երկկողմ հարաբերությունները, ինչպես նաեւ երկու երկրների հասարակություններին հուզող զգայուն հարցերը քննարկելու համար, հավելել է Միրզոյանը։ Ինչ վերաբերում է Եվրամիությանը Հայաստանի անդամակցության գործընթացին, Արարատ Միրզոյանը նշել է, Երևանը Բրյուսելին նման հայտ չի ներկայացրել, այդ ուղղությամբ բանակցություններ չեն տարվում։ Մոսկվան անկեղծորեն հետաքրքրված է Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հարաբերությունների լիարժեք կարգավորմամբ Երևանում հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ Ըստ նրա դրա համար ամուր հիմք են եռակողմ պայմանավորվածությունները։ Լավրովը նշել է, թե Երևանը բոլոր հարցերում կարող է լիարժեք հույս դնել Մոսկվայի վրա, այդ թվում տարածաշրջանային տրանսպորտային տնտեսական հաղորդակցության ուղիների ապաշրջափակման, հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման, հումանիտար տարբեր խնդիրների լուծման համատեքստում։ Ռուսաստանցի պաշտոնյան նաև վստահեցրել է Ռուսաստանն ու Հայաստանը կարգավորել են ռուսական զենքի մատակարարման վճարումների վերաբերյալ հարցը։ Հայաստանը բավարարված չէ ՀԱՊԿ-ի կողմից շատ կոնկրետ իրադարձություններին տրված արձագանքով Լավրովի հետ համատեղասորիսում այս մասին հայտարարել է արտգործնախարար Արարատ Միրզոյանը։ Նա հիշեցրել է Հայաստանը սառեցրել է գործունեությունը այդ կազմակերպության շրջանակում։ Լավրովն իր հերթին հայտարարել է շահագրգռված են ՀԱՊԿ-ի գործունեությանը Հայաստանի ակտիվ մասնակցությամբ։ Միրզոյան-Լավրով հանդիպմանը զուգահեռ արտգործնախարարության շենքի դիմաց բողոքի ակցիա է անցկացվել։ Մասնակիցները Ռուսաստանի արտգործնախարարի ու նախագահ Վլադիմիր Պուտինի նկարների վրա մարդասպաններ գրությամբ պաստառներ են պարզել, նաև վանկարկել Ռուսաստանը դավաճան է։ Իրավիճակն ակցիայի վայրում լարվել է, իրավապահները մասնակիցներին փորձել են հեռացնել արտգործնախարարության շենքի տարածքից։ Ակցիայի մասնակիցները պնդում են, ոստիկաններն ամեն ինչ անում են, որ իրենց պաստառները տեսանելի չլինեն Ռուսաստանից ժամանած հյուրերին։ Իլհամ Ալիևը կրկին արևմտյան Ադրբեջանի թեզն է ասպարեզ բերել։ Անկարայում կազմակերպված միջոցառմանը նա հայտարարել է, թե Հայաստանը պետք է հստակ դիրքորոշում հայտնի այն մասին, թե երբ եւ ինչ պայմաններում արևմտյան ադրբեջանցիները կկարողանան վերադառնալ իբր իրենց բնիկ հայրենիք։ Նա նաև Հայաստանի ղեկավարությանը այդ այսպես կոչված համայնքի ներկայացուցիչների հետ երկխոսելու կոչ է արել։ Ադրբեջանի ղեկավարը միաժամանակ ասել է, թե Հայաստանը պետք է հրաժարվի հարևան պետությունների նկատմամբ տարածքային պահանջներից ու քայլեր ձեռնարկի ադրբեջանցիների մշակութային ժառանգությունը վերականգնելու եւ պաշտպանելու համար։ Հայաստանի կոնյակագործներն ու բեռնափոխադրողները կրկին ակցիա են իրականացրել Վրաստանի դեսպանատան շենքի դիմաց, դժգոհելով մաքսային ընթացակարգերում վրացական կողմի առաջացրած խնդիրների դեմ։ Նշում են Ռուսաստան եւ Բալթյան երկրներ արտահանման համար նախատեսված կոնյակը Վերին Լարսի անցակետում չնախատեսված լաբորատոր փորձաքննությունների է ենթարկվում։ Դեսպանատանն անցկացված հանդիպման մասնակիցները ցուցարարներին փոխանցել են խնդրի լուծման տարբերակներ չեն առաջարկվել, ասել են դիմեք Վրաստանի դատարան։ Ակցիայի մասնակիցները փողոց են փակել։